Ներես ու վայելենք Աստծո խոսքը, այսօր մի շատ գեղեցիկ բանի մասին եմ խոսելու, արդեն խոսվեց այստեղ դրա մասին, չգիտեմ այդ գեղեցիկը տղա է թե աղջիկ է, կարա համ տղա լինի, համ աղջիկ լինի, փառք Աստծուն, այսօր ուզում եմ խոսել մի շատ բարձր, գեղեցիկ, հրաշալի արժեքի մասին, ով գիտի, որ այս աշխարհում գոյություն ունեն տարբեր արժեքներ, գոյություն ունեն շոշափելի և անշոշափելի արժեքներ, ամեն, խնդրում եմ մի շոշափելի արժեք ցույց տվեք ինձ, մի շոշափելի արժեք, փառք Տիրոջը, իսկ անշոշափելի արժեք կարող եք ցույց տալ, սերը, հարգանքը, ամեն, այո, շատ անգամ որ ասում եմ նյութական ինչ-որ արժեք, մարդիկ մեկը մատանին է ցույց տալի, մեկը ժամացույցը, բայց գիտես սիրելի Աստծո մարդ, այն մատը, որ քո մատանին դրված է, ավելի թանկ է, քան այդ մատանիքը։ Դու էլ նյութական արժեք ես կրում Աստծո առաջ, ամեն, փառք Աստծուն, որովհետև մենք միշտ մտածում ենք, որ նյութականը դա ինչ-որ ուրիշ բան է, բայց մենք էլ նյութ ենք, մենք էլ մարմին ենք, միս ու արուն ենք և Աստված գնահատում է այդ ամեն ինչը, ամեն, փառք Տիրոջը, իհարկե կան բարձրագույն արժեքներ, որոնք երբևիցե փոփոխության չեն տրվում։ Կան արժեքներ, որ փոփոխության են տրվում։ Իհարկե մետաղը դու կարող ես հալել, ձուլել եւ ուրիշ բան սարքես։ Սամվել եղբայրը վկայի։ Այսօր կարող է քո դուրը այս մի տեսակը, վաղը այն մի տեսակը, եւ դու գնաս ոսկերիչի մոտ ասես, խնդրում եմ, հալի, էլ դուրը չի գալի, հոգնել եմ, ուրիշ բան սարքի։ Բայց կան արժեքներ, որ դու երբևիցե չես կարող փոխել։ Դրանք անփոփոխ են եւ դրանք գալիս են երկնքից, բարձրերից, ամեն։ Դրանք պարգևներ են, շնորհքներ են, որ տրված են մարդկությանը, սիրելիներս, որ մարդը առանց այդ արժեքների ինքը ոչինչ չի ներկայացնում իրենից, բայց այդ արժեքները կրելով մենք շատ մեծ արժեք ենք ինքներս մեզանից կրում, ամեն, այդ արժեքներից մեկի մասին պիտի խոսենք, նա շատ գեղեցիկ և կարելի ասել դա անկյունակարային է, կան արժեքներ, որոնք դու չես, եթե դու փոխես քո կյանքի կամ չունենաս, քո կյանքը շատ ոչ թե բարդ կլինի, այլ փչացած կլինի, կարելի ասել, կներեք այս խոսքը, որ օգտագործում եմ։ Կան շոշափելի և անշոշափելի արժեքներ, նյութական և ոչ նյութական, հոգևոր արժեքներ գոյություն ունեն։ Սիրելիներս, այդ բարձրագույն արժեքները, որոնք մենք ունենք, իրանք ավելի նյութական չեն, նրանք հոգևոր են, ամեն, և գալիս են բարձրերից, փառք Աստծուն։ Եկեք մի քանի մարդկային որակների մասին նշենք։ Մի մարդկային որակ ասեք ինձ։ Բարություն, բարի մարդ, այո, էլի մի լավ որակի մասին ասեք։ Կամեցող մարդ, այո, էլ ինչ մարդ գոյություն ունի։ Ուրախ մարդ, խոնար մարդ գոյություն ունի։ Եկեք վատ օրինակ ասենք, մի հատ վատ օրինակ ասենք։ Դավաճան, խաբեբա, սրանք որակներ են, ճիշտ է, սիրելիներս, և գոյություն ունեն արժեհամակարգներ, գոյություն ունեն տարբեր արժեհամակարգներ, վատ թե լավ, բոլորն էլ արժեհամակարգ են, և մարդը ընտրության առաջ է կանգնում, մարդը ընտրում է, և մարդը կա խելացի մարդ, չէ, կա գիտակ մարդ, կիրթ մարդ գոյություն ունի, պատվավոր մարդ գոյություն ունի, այսինքն պատվասեր մարդ, դա վատ բան չի, երբ որ մարդը պատվասեր է, պատիվ է սիրում, ոչ թե պատիվ գողանալ, այլ պատվել ինչ-որ մեկին։ Կա անպատիվ, նսեմ, քձիվ, չեմ անում, ինչ մարդ կա, դավաճան մարդ, չէ, ասենք, ոչ վստահելի մարդ, դա էլ է որակ։ Իհարկե դրանք վատ որակներ են, Աստված հեռու պահի մեզ դրանցից, բայց ուզում եմ ասեմ, որ Աստված իր եկեղեցին օժտել է բարձրագույն արժեքներով։ Ու ինչ դեր ունի եկեղեցին երկրի վրա, երեք հարց տվեցին Հոսեբ եղբայրից մոտ 16-ամյակն էր հայկական ծառայության և հովին հարց էին տալիս եկեղեցու դերը երկրի մեջ, ինչ դեր է տանում եկեղեցին, սիրելիներս եկեղեցին արժեքները արտադրում, ամեն, գիտեք, այս երկրի վրա գոյություն ունեն արժեքներ, այո, երկրի վրա էլ կան, աշխարհում էլ կան հավատարիմ մարդիկ, աշխարհում էլ կա սեր, միություն,
բայց նրանք շատ սահմանափակ քանակությամբ են, սահմանափակ դոզայով են, ասենց ասեմ։ Այսինքն կա հավատարմություն, բայց նոր ասում են դա բարի դա վրիմնի, վերջանում է։ Կարա վերջ ունենա այդ հավատարմությունը։ Կա ընկերությունը, բայց կարա վերջակետ դրվի այդ ընկերությանը։ Որովհետև արժեքները փոփոխական են, մարդը փոփոխական է, բայց եկեղեցին օժտված է ամենաբարձրագույն արժեքներով։ Ով է եկեղեցու մեջ ամենաբարձրագույն արժեքը, սիրելիներս։ Այո, Սուրբ Հոգին։ Ամեն։ Հիսուս Քրիստոսը, որտեղ երկուսը երեքը այնտեղ ես եմ։ Ամեն։ Տերն ասում է։ Եվ Սուրբ Հոգին նա այն անձն է, որի մեջ կա բոլոր աստվածային բարձրագույն արժեքները, որի մեջ լինելով մենք կարող ենք լինել այդ արժեքների կրողը։ Ամեն։ Մարդկային արժեքները գալիս են վերջանում, հիշում եմ Սևակ եղբորս դրած սպեկտակլը, որտեղ վերջանում է մարդկային սերը, այնտեղ սկսվում է աստվածային սերը, նրա բոլոր հետևանքներով, բարի հետևանքներով, ամեն, անվերջանալի է, որովհետև մեր Աստված անվերջանալի է։ Հոգևոր արժեքները նրանք անվերջանալի են, նրանք տանում են մեզ հավերժության, նրանք տանում են մեզ ապահովության մեջ, նրանք տանում են մեզ ավելի բարձր տեղեր, քան թե մենք կարող ենք անգամ մտածել ու երազել, բայց Աստված երազում է, որպեսզի դու ունենաս այդ արժեքները, եւ մենք այստեղ եկեղեցի մեջ իհարկե ինչ ենք անում, սովորում ենք, ես էլ չեմ ասի ինչ արժեքի մասին ենք խոսելու, կան անկյունաքարային արժեքներ, գիտեք, Աստծո թագավորությունը գրված է, որ երկու հիմնական, շատ արժեքներ կան, բայց երկու հիմնական արժեքները ճշմարտություն եւ հավատարմություն։ Ճշմարտություն եւ հավատարմություն։ Դրանցից մեկի մասին խոսանք։ Մտածելով, տեսնելով, արդեն ապրելով, ունենալով որոշակի արդեն կյանքի փորձ, գալիս եմ այն հետևությանը, որ աշխարհը ապրում է մեծ կրիզիս, շատ մեծ դեֆիցիտ ունի հավատարմության։ Եվ ուզում եմ, որպեսզի մենք խոսանք այդ հավատարմության մասին։ Հովիվը, երբ որ օրհնում էր երիտասարդներին, նա ասաց, որ դուք չեք կարող ես աշխարհի մեջ գտնել այն մարդուն, որ կարող է քեզ սիրի իրանից շատ։ Որովհետև չկա այդ հավատարմությունը, կարող է ինչ-որ մեկը ուզենա ցուցաբերի, կարող է ինչ-որ մեկը ուզենա վերցնի այդ ծանր բեռը, բայց այնքան ծանր է մարդու համար, որ ուժը չի հերիքում։ Մտածում եմ, որ ասես մի քիչ եթե հումորի տամ, շուտով էս աշխարհը մեծ կրիզիս է ապրելու հավատարիմ մարդու։ Ու ասես մտածում եմ, ասում եմ, պատկերացնում եք, ստեղծում են վերջին հավատարիմ մարդու տուն-թանգարանը։ Վերջին հավատարիմ մարդու տուն-թանգարանը ու այնտեղ այցելողներ են գալիս են այդ տուն-թանգարանը, գրված է վերջին հավատարիմ մարդու տուն-թանգարան։ Ու գալիս են այդ մարդու տունը եւ այդպես Շուշե պահարանի հետևում կանգնած այդ մարդու կերպարը, ինչ որ կամ մոմե կամ ինչ որ ինքն է ու այդ գիդը բացատրում ասում է, սա հավատարիմ մարդի վերջի տեսակն էր։ Ասում, բայց ով է այդ, ի՞նչ է հավատարմությունը։ Նա հավատարիմ ապրեց իր կյանքի բոլոր օրերը իր մեկ կնոջ հետ, մինչև իր կյանքի վերջ, որ բոլոր զարմանում են, էլի, ինչ արեց, ում հետ, ինչքան ապրեց, այսինքն, այսօր մոդա չի, որ մի մարդ մեկի հետ ապրի ամբողջ իր կյանքը, իհարկե մեր հայ ազգից մի քիչ ճիշտ է, մենք մտածում ենք, որ մեզանից դա հեռու է, բայց գիտեք, գրված է, որ վերջի ժամանակներում խավարը կծածկի ամբողջ երկիրը։ Կամ ասում է, հավատարիմ մարդը միշտ հասնում էր նեղության ժամանակ իր ընկերներին, ում էր հասնում, այլ ընկերություն հասկացողություն կարող գոյություն չունենա, ամենքը իր շահի հետևից։ Կամ նա հոգ էր տանում իր ծեր ծնողներին,
եւ այցելում էր ամեն շաբաթ եւ նրանց ում էր որ այն պարավներին, ով է ծնոն, այն պարավները որ ընդեր։ Սիրելիներս, այսօր շատ մարդիկ իրենց բարեկեցության համար թողնում են իրենց ընտանիքը, ինչ որ ծնողը, ես չեմ դատապարտում։ Իհարկե դա կարիքից ելնելով, բայց շատ վատ է, երբ որ ամբողջովին են անհոգության թողում ծնողին։ Երբ որ պատվիրանը ասում է, որ սիրիր պատվիր քո հորը մորը, դա առաջին հերթին նկատի ունի Աստված, որպեսզի դու հավատարմություն պահես նրանց նկատմամբ։ Ամեն։ Երբ որ պատվիրանն ասում է, որ սիրի քո ընկերոջը քո անձի պես, պատվիրանը նկատի ունի, որ դու հավատարիմ լինես նրան, ինչպես քեզ ես հավատարիմ։ Գիտեք, հավատարմությունը ինքը ստեղծված չի։ Հավատարմությունը ստեղծված չի։ Նա նյութ չի, որ ստեղծվի։ Հավատարմությունը ծնված է։ Ամեն։ Հավատարմությունը չի ստեղծվում։ Դու չես կարող ստեղծես, բայց դու կարաս քո մեջ կարող ծնվի այդ հավատարմությունը։ Որտեղ է ծնվում հավատարմությունը։ Որ ում ծոցում է ծնվում հավատարմությունը։ Չէ որ ամեն բան ծնվում է, ամեն ասենք մարդ ծնվում է ծոցից։ Գրված է, որ նա դուրս եկավ իր միածին հոր ծոցից։ Մեր երեխաներն էլ են մեր ծոցից ծնվել։ Բայց ում ծոցից է ծնվում հավատարմությունը, ինչի ծոցից է ծնվում հավատարմությունը, ոչ թե ինչի ում։ Եվ եկել եմ այն եզրակացության, որ հավատարմությունը ծնվում է խորագիտության եւ խոր հարգանքի արդյունքում։ Պատվիրանն ասում է սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ էությամբ, չէ՞։ Եթե սեր բառը, որտեղ սեր բառը մենք մի քիչ ուրիշ ձև ենք մարդկորեն հասկանում, եթե ասենք, որտեղ մենք Աստծուն չենք տեսնում եւ չենք կարա ասենք ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ շոշափելի ձևով, բայց եթե դրա դեմ այդ սեր բառը փոխենք հարգանք բառով եւ գրված է ճանաչիր քո Աստծուն քո ամբողջ էությամբ, այդ ճանաչությունը, խորագիտությունը, խորաթափանցությունը Աստծո նկատմամբ եւ ճանաչությունը եւ դրա հանդեպ ունեցած մեծագույն հարգանքը ծնում է մարդու մեջ հավատարմություն։ Գիտեք, Աստված ինքը հավատարիմ Աստված է։ Ու գիտեք, Աստված հավատարիմ է որտեղ։ Մինչև մարդ կամ հրեշտակ ստեղծելը գրված է Աստված սեր էր։ Աստված հավատարիմ էր։ Ում եմ ես։ Ես Աստվածն եմ, ում եմ ես հավատարիմ, եթե ոչ ոքը չկա։ Բայց պետք է մեկը լինի, որ մեկին ես հավատարմություն ցույց տամ։ Մենք գիտենք, որ Աստված երրորդություն է եւ Աստված երեք անձ է։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Գիտեք, այդ երրորդությունը հավիտյան գոյություն ունի։ Բայց այդ երրորդության մեջ ամենաթանկ, ամենաարժեքավոր բանը, գիտեք որն է, հավատարմությունը։ Որ հայրը հավատարիմ է իր որդուն։ Որդին հավատարիմ է իր հորը։ Ինչ էր ասում Հիսուսը երկրի վրա։ Ես չեկա որպեսզի իմ կամքը կատարեմ, այլ որպեսզի իմ հոր կամքը կատարեմ։ Դա հավատարմության բարձրագույն շկալան է։ Ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ հոր կամքը կատարեմ։ Հայրը հավատարիմ է իր Սուրբ Հոգուն։ Իսկ Սուրբ Հոգին հավատարիմ է հորը եւ Հիսուսին, որդուն։ Ամեն։ Եվ մենք գիտենք, որ հավատարմությունը ծնված է հավատարմությունը ծնվել է բարձրերում։ Եվ այսօր իմանալով, լսելով դրա մասին, մարդը ինքը կարող է որոշում կայացնել իր կյանքի մեջ։ Գիտեք, լինել հավատարիմ թե չլինել, որովհետեւ հավատարմությունը ինքը ունի արդյունք։ Ունի պտուղ։ Մտածես, ինչ համար է պետք ինձ հավատարմություն։ Նախ եւ առաջ, սիրելիներս, ով է հավատարիմ մարդը։ Հավատարիմ մարդը այն մարդն է, որ ունի խորագույն հարգանք ինքն իր նկատմամբ, իր անձի նկատմամբ։ Եթե չունենաս հարգանք քո անձի նկատմամբ,
դու երբեք չես կարող ուրիշ մարդ հարգես։ Իսկ որտից է գալիս հարգանք անձի նկատմամբ, դա գալիս արդեն ճանաչություն, թե ով է քեզ ստեղծել։ Ում ճանաչեցիր, ով է քեզ ճանաչել ի սկզբանե։ Երբ որ մենք սկսում ենք խորագիտությամբ, խորաթափանցությամբ ճանաչել մեր ակունքները, եւ այնտեղ ծնվում է մեծ հարգանք, մեծ պատիվ արարչի նկատմամբ։ Մեր ինքնաարժեքը բարձրանում է ոչ թե կողքից տված արժեքներից։ Քեզ ասեցին դու լավն ես, ուրեմն այսօր դու լավն ես։ Քեզ ասեցին վատն ես, այսօր վատն ես։ Երբ որ ես ճանաչում եմ Տիրոջը խորապես ու գիտեմ, որ ով է նա ու ինչ նպատակի համար է ինձ ծնել, որ ես սիրո product любви, ասած ռուսեն ասեմ, որ ես ծնված եմ սիրո եւ հարգանքի համար։ Այդ դրանից ծնվում է հավատարմություն նրա նկատմամբ, ով ինձ ստեղծել է։ Լինելով հավատարիմ Աստծո նկատմամբ, մենք սկսում ենք հավատարիմ լինել ինքներս մեր նկատմամբ։ Լինելով հավատարիմ ինքներս մեր հանդեպ, մենք սկսում ենք լինել ընկերոջ հանդեպ հավատարիմ։ Ու դա ինքը փուլեր է անցնում։ Հավատարմությունը ինքն էլ ունի ծնունդներ։ Հավատարմությունը ինքն էլ կարա ծննդաբերի շատ լավ բաներ։ Ամեն։ Երկրորդ պատվիրանը, որ ծնվում է առաջի պատվիրանից, սիրիր քո ընկերոջը դրացուն քո անձի պես, այնտեղ խոսում է քո անձի պես, այսինքն որքան ես դու ընկալել քեզ, որքան ես դու խորապես ընկալել քեզ նրա միջոցով, որը սկզբից է քեզ ընկալել արդեն։ Սիրելիներս, այս աշխարհը նաև ունի այո հավատարմություններ, բայց տեսնելով, որ որքան է ամեն ինչ քանդվում, ընտանիքներ են քանդվում, ինչի պատճառով, անհավատարմության պատճառով։ Հիսուսն մեկ անգամ ասեցին, Հիսուսն ասեց, ասին ինչի համար հիշեմ ավելի, կարելի է բաժանվել, ասեց չգիտեք, որ սկզբից գրված է, որ մեկ անգամ ամուսնացար, դուք մեկ մարմին եք արդեն։ Ասում է, բա ոնց Մովսեսն ասեց, թուղթ գրեք, ասում ձեր խստասրտության համար, այսինքն ձեր անհավատարմության համար, դա Աստծուց չէր, ուղղակի, սենց ասած, ուստուպկա էր, դե հիմա ինչ արած։ Սիրելիներս, դա բարձրագույն արժեք է ու դրա կրողները իրանք մեծ վարձք ունեն։ Դրանում վարժվածները իրանք մեծ վարձք կունենան, միգուցե այսօր դու մտածում ես, ինձ դավաճանել են, բայց ես պահիր հավատարմությունը։ Մենք պետք է վարժվենք հավատարմության մեջ, ամեն։ Մենք պիտի մարզվենք Աստծո տված, Աստծո կողմից օժտված մեր բոլոր այդ հոգևոր բարձրագույն արժեքների մեջ։ Ամեն։ Ստանում ենք մի բան։ Դիմենք Աստծո խոսքին, տեսնենք, Առակաց 25:19 Կոտրած ատամ եւ թուլացած ոտ է նեղ օրը անհավատարի մարդի վրա ապավինելը։ Ում ատամն է կոտրվել կամ ցավացել շատ ուժեղ։ Երբ որ ատամը ցավում է, դու չես կարողանում ծամես այդ կողմով արդեն, դու չես կարող հաց ուտես։ Ինչի համար, որովհետեւ այդ ատամի ներվը ուժեղ խփում է գլխին, խփում ամբողջ համակարգին եւ ցավը պատճառում։ Գիտեք, խոսքն ասում է, երբ որ ուզում ես մի մոտիկի քո ընկերոջը վստահես մի բան, բայց նա անհավատարիմ է, դա նման է կոտրված ատամի, որ շատ ցավ է պատճառում։ Ու չի կարողանում ինքը ծամի, չի կարող օգնի քեզ ոչ մի բան։ Նաեւ թուլացած ոտք։ Ոնց որ ասած, ինվալիդ ոտք։ Երկու ընկեր դրանք երկու ոտք են։ Ամուսինքի դրանք երկու ոտք են։ Եթե մի ոտքը ցաված, դու չես կարողանալու նորմալ քայլես։ Դու կաղելու ես։ Ավելի վատ, եթե մի ոտդ կտրեն։ Այսօր շատ կան,
մենք տեսնում ենք վերադառնում են այնտեղից անուն չտամ էլի որ կտրած ոտքով, կտրած ձեռքով վերջ չի ծառայում էլ արդեն, որովհետև կտրվել ընկել է, անհավատարիմ արդեն։ Գիտեք, տիեզերքը նրա գոյությունը մեր այսօրվա մեկ վայրկյան գոյությունը այս երկրի մոլորակի վրա պահանջվում է ինչ որ մեկից շատ մեծ հավատարմություն։ Եկեք տեսնենք, երկրորդ օրինակ, 7-րդ գլուխ, 9-րդ խոսք։ Եվ գիտացիր, որ խոսքը դիմում է ում մեզ։ Եվ գիտացիր, որ քո Եհովա Աստվածն է Աստված, հավատարիմ Աստված, որ իրան սիրողներին եւ իր պատվիրանքները պահողների համար մինչև 1000 ազգ ուխտ ու ողորմություն է պահում։ Ամեն։ Քո Աստվածը հավատարիմ Աստված է եւ ուխտ ու ողորմություն է պահում։ Այսինքն նա հետևում է իր խոսքի վրա, որպեսզի կատարի քո կյանքի մեջ այն բարիքները, որոնք նա խոստացել է քեզ։ Շատ անգամ ես հարց եմ տվել ինձ, ինչու Տեր ես, ինչու դու ինձ ես ընտրել, որ լինեմ փրկված։ Տարիներ հետո հասկանում եմ, որ Աստված ուխտի Աստված է։ Միգուցե իմ պապերից, տատերից ինչ որ մեկը հավատարիմ է եղել նրան։ Եվ նրան Աստված այսօր բարիք անում, ողորմություն անում։ Ամեն։ Եվ նույնպես մենք կարող ենք նայել դեպի ապագան այդ տեսակետով, որ եթե ես այսօր լինեմ Տիրոջ տան մեջ, Տիրոջ հետ հավատարիմ, որտեղ հավատարմությունը դա Աստծո բնավորություն է, կաչստվա Բոգը։ Աստված նաև կորտնի իմ ապագա սերունդները, ամեն, որտեղ մեզանից շատ բան է կախված, ինչ ապագա սերունդ մենք կտանք Աստծուն։ Եթե Աստված չհետևեր իր խոսքին եւ չպայր այս իր խոսքի հանդեպ ունեցած հավատարմությունը կամ այն ուխտը, որ Հայր Աստվածը կապեց իր որդու հետ, այսօր միգուցե արդեն մենք գոյություն չունենայինք։ Բայց այդ ուխտը մինչև հիմա գործում է, ամեն, ու ովքեր այդ ուխտի մեջ են, նրանք ունեն մեծ ապագա, մենք տեսնենք։ Ուզում եմ մի փոքր անդրադառնամ կենդանիներին, կենդանական աշխարհին։ Պարադոքս բաներ կան։ Գիտեք, որ կենդանիները օժտված չեն, այլ նրանք հոգիներ չեն, նրանք չունեն հոգիներ։ Ով գիտեր դրա մասին։ Կենդանին հոգի չունի, նա աստվածանման չի, նա աստվածապաշտ չի, նա չունի հոգի եւ նա Աստծուն չի կարող ճանաչի պաշտի։ Բայց հետաքրքիր է, որ Աստծու կողմից նրանց մեջ դրված են որոշակի որակներ։ Օրինակ, լսել եք գայլերի մասին, գայլերի հավատարմության մասին։ Գիտեք, որ նրանք ապրում են ոհմակներով, այսինքն ցեղով, մի որոշակի ցեղով, ասենք մի կարող 15-20 հոգի չէ, գայլ, ինչ որ, եւ դա ընտանիք է մի մեծ։ Այնտեղ կան հայրեր, պապիներ, տատիներ, հայրեր, մայրեր, ձագեր։ Ու գիտեք, որ գայլերը ապրում են զույգերով, նրանք շների նման չեն։ Հետաքրքիր չէ, որ Հիսուսը անհավատարմությունը մի խոսք ունեն, ասում է շնացողներ, չէ։ Այսինքն շունը ինքը երբեք մի զույգ չի ունենում։ Շունը կարող է ձակ բերի մի քանի ուրիշ շներից, բայց գայլերի մոտ դա այդ ձև չի, նրանք շատ հավատարիմ են իրենց զույգին, անգամ կան ծիտիկներ, կան թռչուններ, որ շատ հավատարիմ են իրենց զույգերին, եթե մեկը մահանում է, այն մեկն էլ հետևից մահանում է, տեսած կլինեք այդպես հետաքրքիր վիդեոռոլիկներ, եւ սրանք այնքան հավատարիմ են գայլերը, որ նրանք միասին են միշտ շարժում տեղից տեղ, երբ որ էմիգրացիա կատարում, նրանք միասին են շարժում եւ գիտեք ինչ, ամեն մեկը չի գնում, էլի ասես գլուխը կախ ոնց ուզում է, ոչ, նրանք շատ ոնց ասեմ, կազմակերպված ձևով են գնում, շատ կազմակերպված, շատ գիտակցած ձևով են գնում։ Դու չես տեսնի ձակը հետ ընկած կամ առաջ վազած կամ բոլորը, երբ որ եթե ձակ են, նրանք գնում են մեջտեղից։ Եթե ծերեր են, թույլ են, հիվանդ են, նրանք գնում են մեջտեղից։
դեմից գնում է վաժակը, հա, վաժակը գնում այսքան հետևից, ուժեղները գնում են դեմից, ջահելները, երիտասարդները, որպեսզի եթե ինչ որ մի խոչընդոտի հանդիպեն, նրանք միանգամից դեմը առնեն։ Եթե գայլերը, սիրելիներս կարող են ունենան այդ տեսակ հավատարմություն իրանց տեսակի հանդեպ, իրա տեսակի հանդեպ, այո, նա գիշատիչ է, ուրիշին կարող է ուրիշի համար նա շատ վատը լինի, բայց իր տեսակի հանդեպ ինքը շատ հավատարիմ է։ Իսկ գիտեք, ինչ մարդը իր տեսակի հանդեպ շատ անհավատ է դուրս գալիս։ Ով է մարդու տեսակը։ Ով է մարդու տեսակը։ Շունը շան տեսակ։ Ով է մարդու տեսակը, սիրելիներս։ Մակապիկ։ Ամեն, քույրս, ամեն։ Մարդը ունի տեսակ։ Դա արարիչն է, ամեն։ Մենք իր տեսակն ենք։ Եվ չգիտեք ինչու մենք ավելի շատ փորձում ենք կենթանական աշխարհին sense կոպիա անենք, կոպիրված անենք։ Մարդիկ իրենց վրա տատուներ են անում, ջահելները, երիտասարդները։ Ու իրանց ասոցացնում են ինչ-որ մի կենթանակերպի հետ։ Գայլ։ Ինչ է, գիտես ինչ հավատարիմ է։ Սիրելիս, արդյոք մենք հավատարմություն պիտի սովորենք գայլից։ Օրինակները Աստվածաշունչը բերում, ասում է ծույլ գնա մրջյունի մոտ, չէ՞, բայց արդյոք մենք մրջյունից պիտի սովորեինք, էլի այդ ծույլ ջանասիրությունը, այլ ոչ թե մեր ծնողից, ամեն, մեր ավագ եղբորից, այո, երկրային հորից։ Սիրելիս, հավատարմություն մենք պիտի սովորենք որտեղ։ Ընտանիքի մեջ, տանից, շրջապատից, այսինքն մեր գերդաստանից, հետո շրջապատից, եւ դա բերում ենք մենք աշխարհ։ Ես գիտեմ մարդիկ, որոնք մի քանի պակալենի, արդեն մի քանի սերունդ նրանք ընկերություն են անում իրար հետ։ Մեր Երեմենց ընտանիքը, նրանց պապիներն են ընկերություն արել, հայրերն են ընկերություն անում եւ հիմա նրանց զավակներն են ընկերություն անում, հիմա արդեն 6-րդ սերունդ համար ընկերություն են անում։ Սա ինչ է նշանակում։ Հավատարմություն պահել, ամեն, պահել հավատարմություն իր տեսակի, իր ընկերոջ հանդեպ։ Դա մեծ օրհնություն է։ Դրա մեջ կա մեծ ապահովություն, ես կասեմ հիմա։ Ինչ է ծնում հավատարմությունը։ Որտեղ է ծնվում հավատարմությունը, մենք ասեցինք, դա խորաթափանցության մեջ, որքան ես խորաթափանց եմ, որքան ես խորն եմ ճանաչում իմ ընկերոջը, որքան ես խորն եմ ընկալել իրան։ Այսօր որ ես խոսեցի, որ ես գարանտ եմ կարամ գարանտ կանգնեմ իմ ընկերոջ համար, դա գիտեք ինչից է գալիս։ Ոչ թե որ ես ուզեցա հաճոյա խոսեմ կամ բան, այլ որպեսզի ես, որովհետև ես կյանք ունեմ ապրած իր հետ, որովհետև ես իրան ճանաչում եմ ավելի լավ, քան այստեղ կարելի ասել ինչ-որ մեկը։ Ամեն, դա գալիս է ճանաչությունից ու հարգանքից, երբ որ դու հարգում ես ինքդ քեզ, եթե դու մեկ անգամ ասել ես ես քեզ քո ընկերն եմ, եթե դու մյուս անգամ ասես չէ, ես էլ քո ընկերը չեմ, դու արդեն ինքդ քեզ չհարգեցիր։ Դու արդեն ինքդ քեզանից հետ կանգնեցիր։ Աստված երբ որ ասել է դու իմ որդին ես, ու վաղը հանկարծ ինչ-որ մի բան ընկնի, դու ընկնես բան ու ինքը ասի, չէ, դու էլ իմ որդին չես։ Այդպես չի, ամեն, եթե ասել ես, որ դու իմ որդին ես, դրա համար մեր Աստված հավատարիմ Աստված է, եւ մենք կարող ենք նրա վրա ինչ անենք, հույս տնել, ամեն։ Ամեն նրան հավատացողը հուսախաբ չի լինի։ Որքան խորն ես ընկալել ընկերոջը, կնոջդ, ամուսնուդ, շատ կարևոր է։ Իհարկե, ամենից առաջ Աստծուն։ Հավատարմությունը դա անձ է։ Հավատարմությունը դա անձ է եւ մենք գիտենք նրա անունը, նա շատ անուններ ունի։ Կկարդանք։
Եկեք մի հատ էլ միտեղ կարդանք Առակաց 25-րդ գլուխ 13-րդ խոսքից Ինչպես ձյունի պաղությունը հունձքի ժամանակ նույնն է հավատարիմ դեսպանն իրան ուղարկողի համար նա զվարթացնում է այսինքն ուրախացնում է իր տիրոջ հոգին Ինչպես ձյունի պաղությունը հունձքի ժամանակ ձյունի սառնությունը հունձքի ժամանակ հասկանում եք դա ինչ բան է Ձյունը դա երբ է գալիս ձմեռը չէ երբ որ ցուրտ է Հունձքը երբ է լինում ամառը ինչ կապ ունի ձյունի պաղությունը հունձքի ժամանակ որ շատ ես մտածում Աստված հայտնություն է տալիս սառը ջրի մասին է խոսում Հունձքի ժամանակ ինչն է հունձքը սիրելիներս դա այն գործն է որ դու արդյունք ես հավաքում արդյունքի ժամանակն է երբ որ դու արդյունք ես հավաքում ու շատ հոգնած ես քրտնած ես ծարաված ես եւ քո դեսպանին ուղարկում ես ինչ որ միտեղ քո օգնականին կամ Տերը ինքը արդյունքը հավաքում այսօր հունձ քանում ուզում է դեսպան իր դեսպանին ուղարկի դեսպանները ուղարկում ես աշխարհի վրա ու ասում է հավատարիմ դեսպանը որ իր տիրոջ կամքն է կատարում որ ինչ ասել է նա է անում ոչ թե ինչ չի ասել նա է անում հակառակ ինչ ասել է նա է անում թեկուզ մի քիչ սխալվում է բայց կուղվի բայց գրված է որ նա իրան ուղարկողի համար երջանկություն է օրհնություն ուզում ես լինես տիրոջդ համար օրհնություն հավատարիմ եղի պահիր նրա կամքը արա նրա կամքը Փառք Հիսուսին որ Գիտեք, առանց հավատարմության ոչ մի համակարգ չի կարող երկար գոյություն ունենա։ Եթե մի համակարգի մեջ, մի համայնքի մեջ չլինեն հավատարիմ մարդիկ, այդ համայնքը շատ շուտ փշրվի։ Չէ՞։ Ու մենք գիտենք, որ մեր թշնամին ինքը ստրատեգ է, ինքը լավ գիտի ինչ անի։ Ու ինքը կուղարկի իր մարդիկ որ ցույց կտան որոշակի ժամանակ հավատարմություն, կեղծ հավատարմություն ու կգա հարմար պահը, երբ որ արդեն կանգնած կլինես աթոռի վրա եւ թոկը գցած է վզիցը, այդ աթոռը տակից կքաշեն։ Եվ մենք շատ զգուշ պիտի լինենք եւ զգայուն լինենք։ Գիտեք, երբ որ դու հավատարիմ ես, միգուցե հավատարմությունը ինչ որտեղ ունի կուրություն Բայց հավատարմությունը նաև պետք է լինի իմաստությամբ, ամեն, գիտակցությամբ, խորագիտությամբ։ Ես մի տեղ եմ ուզում կարդալ հավատարմության պտուղների մասին։ Մի պատմություն շատ կարճ պիտի պատմեմ, ժամանակը հերիքում է, չէ՞։ Երկրորդ թագավորության 23-րդ գլխից 14-րդ խոսք։ Եվ այն ժամանակ Դավիթը, բոլորը գիտեն, նա Աստծո օծյալներ, թագավոր էր Իսրայելի վրա, փոքրուց Աստծուն շատ սիրող եւ հավատարիմ մեկը, որ անգամ իր անձը դրեց վտանգի տակ, լինելով շատ երիտասարդ, գնաց ամենաահավոր, ամենասենց վախենալու, ամենանապահով տեղը իր կյանքը դրեց վտանգի տակ ու իր Տեր Աստծով հաղթեց Գողիաթին, չէ՞, ազատեց Իսրայելին այդ նախատիքից, այսպես ասած։ Նայեք, եւ այն ժամանակ Դավիթը բերդում էր եւ փղշտացիների մի զորախումբը այն ժամանակ Բեթլեհեմում էր։ Մենք գիտենք, որ Բեթլեհեմը դա խորհրդավոր տեղ է, չէ՞, շատ Բեթլեհեմը դա այն տեղն է, որտեղ պիտի ծնվեր Տեր Հիսուսը։ Ուրեմն նա փախած է, հեռու է Բեթլեհեմից, փղշտացիները էլի հունձքի ժամանակ եկել են եւ հունձքը գողացել են եւ կանգնած են այդ տարածքներում, խումբ են տվել, զորախումբով կանգնած են։ Հանկարծակի Դավիթին մի հատ միտք է գալիս։ Նա չունի դոստուպ Բեթլեհեմին, չի կարող գնա Բեթլեհեմ, փակ է Բեթլեհեմը գրաված է կարելի ասել։ Եվ Դավիթին միտք է գալի։ Եվ Դավիթը փափագեց եւ ասեց. Ով կբերի ինձ համար խմելու ջուր Բեթլեհեմի ջրհորից, որ դրան մոտ է։ Պատկերացնում ես, մեկ էլ հանկարծ
մինչ որ սենց նեղ պահին, որ դու գիտես, որ անհնար համարյա բանա, ու մեկ էլ առաջարկը գա, ոչ թե առաջարկ, հարցա, քո հովիվը կամ ավակը քեզ ասում է, ով էս ինչ բանը կանի, ով կգնա ասենք Մոսկվա, եսին որտեղից եսին ինչ բերելու, համարյա թե, սենց անարդյունք սենց խոսակցություն էլի, դժվար թե ինչ-որ մեկը, բայց տեսեք, 3 անձ ինչ են անում, և այս 3 զորավորները փղշտացիների բանակը ճեղքեցին և ջուր քաշեցին Բեթլեհեմի ջրհորիցը, որ դրան մոտ է, և բերին տվին Դավթին։ 3 անձ ոնց կարան գան մի մտքի, որ ասեն 3 էլ պետք է անենք մեր թագավորի համար։ Սիրտը սառը ջուր ա ուզե։ Հիշում եք սառը ջրի մասին ասեցի հունցքի ժամանակ։ Սիրտը մարդու սառը ջուր ա ուզե։ Ով կբերի այդ սառը ջուրը իրան։ Գիտեք շատ էին, մարդիկ շատ կային, բայց այս 3-ը այնքան էին մոտիկ ճանաչում Դավթին, այնքան գիտեին Դավթի հավատարմության մասին, որովհետև Դավիթը ինքը հավատարիմ մարդ էր իր ժողովրդին, իր զորքին, որովհետև Դավիթը այն մարդկանցից չէր, որ սաղին խրգում էր առաջ, ինքը հետևից էր մնում, որ հանկարծ իրան ոչ մի բան չկպնի, նա միշտ գնում էր դիմացից, որովհետև նա հավատարիմ էր իր Տեր Աստծուն, որովհետև գիտեր, որ իր Տեր Աստվածը հավատարիմ է իրեն ու կպահի։ Եվ այս մարդիկ ճեղքում են թշնամու բանակը, ով այսօր կկանգնի աղոթքով գիշերվա ժամը 3-ին 4-ին, երբ որ բարձրացնի Տերը քեզ եւ ասի, աղոթի ես ինչ մարդու համար, ճեղքում արա այս մարդու համար։ Ավելի Տեր ջան, թող քնեմ առոտ գելնեմ կաղոթեմ։ Գիտեք, էլի իմ ընկերոջ մասին եմ ուզում խոսամ։ Եղել է մի քանի անգամ գիշերը շատ ուժեղ վատացել եմ։ Իրար հետ եկել է Սևակի հետ։ Զարթել եմ, ասել եմ, վատ եմ, լավ չեմ, այսպես աշկերը փակ է սկսել աղոթել։ Այսպես քնած սկսել աղոթել, մինչև զարթնել է իմ համար։ Ու ես գիտեմ գիշերվա որ ժամին էլ զանգեմ, ինքը իմ կողքը կլինի։ Ու ինքն էլ այդ ձև գիտի, որ ժամին զանգի, ես իրա կողքին կլինեմ։ Սիրելիներս, դա արժեք է, ամեն։ Եթե դու մեկին սիրում ես, դու չես կարող անես հավատարիմ, ոչ հավատարիմ։ Իսկ հավատարմությունը, սիրելիներս, իր հերթին ծննում է, գիտեք ինչ։ Նվիրվածություն։ Նվիրվածություն է ծնում։ Եթե ես հավատարիմ եմ իմ կնոջը, ինքը ինձ է հավատարիմ, ես ուզած պիտի նվիրվում եմ, ընծայվում եմ իրան, տրվում եմ իրան, արդեն ապրում եմ իրա համար, իրա կարիքի, իրա հոգսի, իրա ուրախության, իրա երջանկության համար, որ իրան անեմ երջանիկ, ամեն, նույն էլ իմ ընկերոջ, դա ժամանակ է պահանջում, բայց դա հնարավոր է, ամեն, ու դա շատ քաղցր պտուղներ ունի։ Տեսնենք ինչ է ծնում էլ հավատարմությունը։ Տեսնենք ինչ է ծնում։ Ինչ է ծնում ժողովուրդ։ Թե մնաք ես գիտեմ։ Լավ, խոսամ մի քիչ հավատարիմ մարդու որակների մասին, բարոյական որակների մասին։ Մоральные качества верного человека։ Բարոյական արժեքները։ Համար առաջին նա միշտ հասնող է։ Հավատարիմ մարդը չի կարող իր տեղը նստի, եթե գիտի իր մտերիմը, բարեկամը, ընկերը, մոտիկը նեղության մեջ է կամ ինչ, նա միշտ հասնող է։ Երկրորդը նա պատասխանատու է, շատ մեծ պատասխանատվության զգացմունք ունի իր մեջ։ Ամեն։ Երրորդը քաջ է շատ, դուխով է, ռիսկով է։ Ու դա չի նշանակում, որ ինքը վախ չունի, ունի, բայց միշտ գնում է ռիսկի։ Մենակ գիժը վախ չի ունենում, sense բանն են ասում։ Բոլորս էլ վախեր ունեն, բայց հավատարմությունը ստիպում է, որ դու քաջ լինես։ Ամեն։ Հավատարիմ մարդը ունի պայքարող տեսակ։
նա պայքարող է, չի հանձնվում, չհանձնվող տեսակ է, ամեն, նա չի թուլանում, չի հանձնվում, ընկել է, էլի հելնելու է գնա, են որ ասում է, բանը ճակատ ունի, պնդա ճակատ է, չի հանձնվում, նա գնալու առաջ էլի, ամեն, դեպի նպատակը, նա յուրատեսակ է և ոչ բոլորի նման, եթե դու հանդիպես հավատարի մարդու, դուք տեսես, որ նա յուրահատուկ է, ինքը ոնց որ մի հատ առանձին աստղ փայլի բոլոր աստղների մեջ։ Իր փայլը ուրիշ փայլ է։ Անհավատարիմները սիրելիներս բոլորը միանման են լինում։ Գնա տես անհավատարիմ մարդկանց խոսակցությունը։ Իրանք դաժե անգամ իրանց դավաճանության, իրանց վատ բաների համար մասին խոսում են շատ sense վաստորգով բան, բայց հավատարիմ մարդը միշտ յուրատեսակ բան կա, համ ու հոտ է լինում հավատարիմ մարդու մեջ, ամեն։ Ջանասերը, աշխատասերը, ծույլ չի, պարկաշ չի մեջ, դե լավ էլի դե հիմա ինքը միշտ աշխատանքասերը, ջանասերը, հավատարիմ մարդը։ Եվ 7-րդը հավատարիմ մարդը ունի գնահատող սիրտ։ Նա միշտ նրբանկատ է մարդկանց նկատմամբ եւ գտնում է նրանց մեջ ամենալավ բանը ու շեշտում է այդ ամենալավ բանը, որ այդ մարդը փոխվի։ Նա քծնող չի, նա նախատող չի, հավատարիմ մարդը նախատող չի։ Գիտեք, մարդիկ կան վերցնում են Աստծո խոսքը ու գիտեք, իբր հորդոր են անում, բայց հորդոր չի, տեսնես որ դա նախատիկ է։ Նախատիկ են անում։ Հիշում եք Հոբի այդ մխիթ հարիչները, որ եկան, կարդում ես հրաշալի բառեր են խոսում, բայց ամբողջը իտոգում վերջում դուրս է գալու որ նախատիկ էր, նախատիկ։ Ուրեմն մեղանչել ես, բոլորս ենք մեղանչել։ Եթե նա գար մենակ ասեր մեղանչել եք, մեզանից ոչ մի բան չէր մնա, բայց գրված է, որ նա կրեց մեր մեղքերը իր մարմնի մեջ և բոլոր մեր անեծքները տարավ դեպի խաչը։ Մատթեոս 25-21 խոսքում Նրա Տերն էլ ասեց նրան, լավ, բարի և հավատարիմ ծառա, քիչ բանի վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ, մտիր քո տիրոջ ուրախությունը։ Հավատարմությունը մեզ կմցնի մեր տիրոջ ուրախության մեջ։ Գիտեք, ստե գրված չէ, Տերն էլ ասեց, տաղանդավոր մարդ կամ շնորհքներով օժտված մարդ, մտիր ուրախությանը, չէ, հավատարիմ։ Գիտեք, հավատարմությունը մեզ կարա մենակ ընդդեմացնի։ Իսկ հավատարմությունը, որ դու բռնում ես իր փեշից, իրան ես հավատարիմ մնում, մինչև վերջ։ Ամեն։ Հովհաննես 12:26 Եթե մեկը ծառա է ինձ, թող նա իմ հետևից գա եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտոնյան կլինի, Հիսուսն ասում։ Ուր ես եմ, այնտեղ էլ իր եւ եթե մեկը ծառա է ինձ, հայրը կպատվի նրան։ Եթե ես ուզում եմ, որ հայր Աստվածը պատվի ինձ, ես պիտի պատվեմ նրա որդուն։ Մեր դեմ դրած է այս վիճակը։ Ամեն։ Ով որ պատվի Աստծո որդուն, նա պատված կլինի հորից։ Ով որ հավատարմություն պահես նրան։ Եվ իհարկե չեմ կարող այս առանց այս տեղի վերջացնեմ, Հայտնության 19:16 11-16-ը։ Եվ տեսա երկինքը բացված եւ ահա մի սպիտակ ձի եւ նա որ նրա վրա նստած էր կոչվում էր հավատարիմ եւ ճշմարիտ եւ արդարությունով է դատաստանանում եւ պատերազմում։ Մեր Աստված պատերազմող Աստված է, ամեն։ Նա պատերազմում է երկնքում, որպեսզի այսօր մենք այստեղ կարողանանք ապահով լինենք, որովհետեւ եթե Աստված չպատերազմի մեր համար, մեզ հում կուտեն մեր թշնամիները։ Բայց փառք Աստծո, որ մեր Աստված հավատարիմ է ու պահում է մեզ։ Ամեն։ Եվ նրա աչքերը կրակի բոցի պես եւ նրա գլխի վրա շատ պսակներ կային, շատ արժանապատվություններ ունի մեր Տերը։ Եվ 14-րդ բառի մեջ գրած, եւ երկնքի զորքը նրա ետևից գնում էր սպիտակ ձիերի վրա, սպիտակ եւ մաքուր բեհես հագած։ Գիտեք, հավատարմությունը մեծ վարձք ունի, սիրելիներս, եւ նա պաշտոն եւ իշխանություն ունի իր մեջ։ Աստված պաշտոնները բաժանելու է ամեն մարդու
հավատարմության, այդ նվիրվածության պտղից, ասած ասեմ, հա։ Ու գիտեք, որ ես երբ որ կարդում եմ այս տեղը, մտածում եմ Աստված իմ ովքեր են այդ սպիտակ ձիավորները, երեք երեխաները Սևակի երեխաները ժամը 12-ին մտան տուն ու նվեր բերեցին իրանց պապային, շնորհավորեցին ծնունդը ու մի նկար բերեցին, մուստանգներ էին, ձիեր, վազող ձիեր, ասում են պապա մենք քեզ էսև ենք տեսնում, դու մեր մոտ էսև ես ասոցացում, որ դու միշտ sense վազող, sense պայքարող տեսակ ես, էլի գնում ես ու կողքերից էլի լիքը ձիեր են, ասում են մեկը Ահարոնն է, այն մեկը Արամն է, այն մեկը Արևշատն է, այն մեկը Տիգրանն է, ով սաղին արդեն անուններ են տվել, ես կողից նայում ասում, աբա ես ուր եմ։ Ասում եմ սևն էլ ես եմ այն կողից, ով բաներ ենք ասում, այս նկարը։ Շատ խորհրդավոր լավ նկար է։ Aram bir numara, aram bir partner var. Aysa Tigran'da, Tigran'da. Esi Arevşat'la, Aref Şat'la toştu. Esi hepimiz galip. Esi Abraham'la, esi İbniman'la. Esi David'la, Aram'la. O da Jiro'da, olsa hepimiz. Սիրելիներս, մենք տեսնում ենք, որ գիտեք, Տերը Աստվածաշունչը ինքը նաև մարգարեական խորհուրդ է իր մեջ կրում եւ նայում եմ ասում եմ այնքան կուզեմ ես էլ սպիտակ ձիավորների մեջ լինեմ։ Ով ասում սպիտակ ձի քշի Հիսուսի հետ։ Եղեք հավատարիմ նրան։ Ամեն։ Քայլեք նրա ճշմարտության մեջ եւ թող Աստված ձեզ շատ օրհնի։ Փառք Տիրոջը։ Ամեն։